ճիշտ ասած թերահավատեի սկզբնական շրջանում, բայց գնալով տեսա, որ ինձ մոտ այդ ոլորտում ահագին առաջընթաց կա, միայն մանկավարժությունը չի, եւ որոշեցի ստեղծել հենց կենտրոնը։ Ես մեծ հույս ունեմ, որ մեր կենտրոնը տարածաշրջանում մեծ տեղ կգրավի, առաջիններից է ասեմ, եւ այստեղ մենք ոչ միայն զբաղեցնում ենք մեր տարեցներին, այլ նրանց որոշակի աշխատանք ենք տրամադրում, փոքրիկ արտադրամաս ունենք գիպսերի, որտեղ իրենք ձեռագործ արձանիկներ են պատրաստում, գիպսի փոքրիկ, հետո նաև տիկնիկների ձեռագործ տիկնիկների արտադրություն, հետո մտածել ենք, որ կանաչապատման վերաբերյալ, քանի որ համայնքապետարանին համագործակցում ենք սերտ համայնքապետարանի հետ եւ մեր համայնքի ղեկավարը պարոն Շավերդյանը ֆինանսավորել է մեր սոցիալներեցների դպրոցի բոլոր սաներին, դրանից էլ մենք շատ շնորհակալ ենք եւ իմ շնորհակալությունը հենց կլինի, որ ես մի լավ բան անեմ համայնքի համար, առավել եւս արդեն արել եք, այո, որ այդքան մեզ օգնել է եւ մենք էլ մերը վերադարձնենք համայնքին։ Հրաշալի տարածված տեսակետ կա, մեր հյուրերը շատ են ասում, որ մինչեւ 65 տարեկան մարդը նաեւ ինչ որ առումով կյանքից ստանում է եւ 65-ից հետո այն ժամանակն է եւ որ բոլոր առումներով մարդը վերադարձնելու բան ունի, տալու բան ունի, կարող ենք ասել, որ դուք ձեր երկրորդ շնչառությունը վերցրեցիք, առաջինը չավարտած, որտեղ դեռ աշխատում եք դպրոցում։ Այո, աշխատում եմ, շարունակում եմ աշխատել եւ հենց այս երկրորդ շնչառությունը սկսվել է տարեցներից, որը ուզում եմ հիմնադրել եւ շատ մեծ հեռանկարներ ունեմ դրա հետ կապված։ Տիկին բավական կոնկրետ, դուք ուսուցչուհի եք քիմիայի, ինչն է ձեզ դրթում, ինչն է ձեզ դրթել, որպիսի արդեն այս փուլում, երբ որ դուք դեռ աշխատում եք, ստեղծեք մի բան, որ միայն ձեզ համար չի, ձեր տարեկիցների համար է, գուցե ձեր ապագայի համար է։ Ճիշտն ասած, երբ 65 տարից լրացավ, ես թոշակի անցա, այդ ժամանակ ուզում էի չաշխատել, բայց մի անգամից ինձ մոտ մեկուսացում առաջացավ, եւ ես զգացի, որ իմ նման շատ շատերը հենց այդ տարիքից մեկուսանում են, եւ ֆինանսական եկամուտներն են պակասում, եւ կոգնիտիվ կարողունակություններն են նվազում եւ ես որոշեցի աշխատել եւ դրա հետ միասին հիմնել տարեստերի զբաղունակության եւ ստեղծարար կենտրոն։ Այդ ժամանակ ես կարդացի հայտարարություն, դարձի սոցիալական ձեռներեց եւ զարգացրու քո համայնքը։ Ու ինձ մի տեսակ ոգևորեց, կապ հաստատեցի դպրոցի տնօրեն Գոհար Մկոյանի հետ, հարցրեցի կարող եմ ես 65 տարեկան, բայց մասնակցել այդ դասընթացներին, ինքը շատ սիրով ասեց, որ սահմանափակումներ չկան, իհարկե կարող եք։ Բացի դրանից մեր տարեցները եթե աշխատեն, իրանք որոշակի եկամուտ կստանան։ Հետո մենք մտադիր ենք տոնավաճառներ կազմակերպել։ Կասենք, դրա մասին կխոսենք։ Գոհար, դուք պատմեք, ինչպես տեսնում ենք, Տիկին բավականը եզակիներից չի, շատերն են գալիս ձեզ մոտ, շատերն են ձեզ հետ երկրորդ շնչառություն վերցնում 65-ից հետո։ Ինչպես եղավ այդ հանդիպումը եւ դուք ինչպես տեսաք իր պոտենցիալը, որ հավատացիք, ներդրում արեցիք, գիտելիքի տեսքով փորձի։ Տեսեք, մենք քանի որ հիմա համագործակցում ենք համայնքապետարանների հետ, ասեմ, որ աշտարակի համայնքապետ պարոն Շավերդյանը ինքը երիտասարդ է, դա չեմ ուզում տարիքային ինչ-որ բանի, բայց քանի որ սերնդային, միջսերնդային փոխհամաձայնության ու համագործակցության փոխգործակցության մասին ենք խոսում, պարոն Շավերդյանը եթե ընդունում է մարդու, ուրեմն ինքը այո է ասում ու շատ շատերը, թե լինի Տիկի բավականը, թե մյուս սերնդի ներկայացուցիչները ասում են, որ շատ լավ նախաձեռնություն են, ինքը նպաստում է։ Մենք տարբեր հանդիպումներ ունեցանք ու քննարկումներ մասնակիցների մասով մենք եղել ենք բոլոր բնակավայրերում, հանդիպում ենք ունեցել 300 բնակիչների հետ։ Պարոն Շավերդյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք առաջնահերթությունները եւ երկար ժամանակ երկու քննություն են անցել բոլորը։ Ինչն էր ինձ ուրախացնում, որ մեծ տարիքով մարդիկ միշտ ինձ հարցնում են դպրոցա մենք կարող ենք գալ։ Ես ասում եմ այո ու շեշտը դնում էի հենց տարեցների վրա, որովհետև շատ անգամ համայնքներում մենք ավելի շատ երիտասարդներ ենք, բայց աշտարակում բոլոր սերունդների ներկայացուցիչներին որոշեցինք ընտրենք։
Տիկին բավականը պոտենցիալ, ինքը շատ մեծ պոտենցիալ ունի, ինքը շատ հարգված ուսուցչուհի է, բոլոր իրեն ճանաչում են եւ որպես դասղեկ եւ որպես տնօրեն, դա շատ կարևոր բան է, գիտեք, դուք կարող եք ինչ-որ գործունեություն ծավալեք համայնքում, մինչև ձեզ ճանաչեն եւ այլն, այսինքն չօգնել այս նախաձեռնության առաջ գնալու կամ խորհուրդ տալ կամ աջակցել կամ որոշակի օգնություն չտրամադրել, դա կարելի ասել հանցագործություն է, որովհետեւ նույն իր տարեկիցները տիկին բավականի հետ իր մանկավարժներ են թեկուզ, բժիշկներ են հայտնի, ինչու՞ չէ լրագրողներ աշտարակում անվանի գրողներ եւ այլն իրենք կհամախմբվեն այս նախաձեռնության մոտ, բայց ես ուզում եմ, որ Հայաստանում լինի այս նախաձեռնությունը հետեւյալ տրամաբանության մեջ, որ բոլորը գնան այնտեղ ազատ ժամանց անցկացնելու, ինչ որ հետաքրքիր մաստեր կլասներ անելու, քննարկելու, ոչ թե դա խնամքի կենտրոն է, այլ ինքը ժամանակակից, ինչպես եվրոպական երկրներում մենք տեսնում ենք, տարեց ուզում է ինչ-որ մի բանով զբաղվի, ուզում է գնա իր ընկերոջը, չգիտեմ, ճանապարհ գնան, միջոցառում կազմակերպեն, իրենց տարեկիցների հետ, է շատ կարևոր է, որ դիրքավորումը այդպես լինի աշտարակում, Եվ այն, որ տիկին բավականը կրթական ոլորտում է, ինքը շատ-շատ հետաքրքիր կրթական մոտեցումներ ունի եւ ճիշտ մասնագետների կներգրավի եւ շատ հետաքրքիր լուսավոր մի կետ ունենք, որ տարեցները պատրաստում են երեխաների համար գիպսե արձանիկներ։ Ու այստեղ երեխաների հետ երկու շատ հեռու սերունդներ 50 տարվա տարբերությամբ փոխհարաբերության մեջ են գտնվում, թեկուզ որևէ հետաքրքիր գունագեղ ապրանքներով։ Այս ամենակարևորն է, այսինքն կարող են գալ կապի տեսակետից։ Այո, կարող են գալ երեխաները կենտրոնում լինել, շփվել նրանց հետ, կարող է եւ ոգևորվել իրենք էլ պատրաստ են, չեմ կարող ասել զարգացումներ ուր կգնան, բայց Հայաստանի Հանրապետությունում նշենք, որ վիճակագրական տվյալը 1/6 մասը կազմում են տարեցներ 65 պլյուս տարեկաններ։ Այո, հիմա մենք պետք է մտածենք 1/6 մասը կազմող բնակչության կենսունակ ու ակտիվ պալ։ Իհարկե մենք բոլորին չենք կարող, մեկը առողջական խնդիր ունի, մեկը չունի եւ այլն։ Բայց գոնե նրանց, որ ցանկություն ունեն, կարևորորդ ցանկություն ունի, այո, եւ կարող է հենց այդ մարդը մոտիվանա եւ իր վարքով դրական ազդեցություն ունենա իր տանը գտնվող երիտասարդի կամ հասուն տարիքում գտնվող իր երեխայի թորնիկի վրա, որտեղ մեծերին ենք մենք հետամուտ լինում ավանդական հասարակության ներկայացուցիչներս։ Մենք մեզ պատկերացնում ենք այնպիսի տարեց, ինչպիսին որ մենք մեր տանն ենք տեսնում։ Տիկին բավական քանի հոգի եք արդեն միավորել ձեր շուրջ։ Որպես աշխատակիցներ, թե որպես գաղափարակիչներ, այսինքն այն ինչ որ դուք ստեղծում եք։ Գաղափարակիչները շատ են եւ բոլորն էլ ողջունում են։ Իսկ մեր տարեցները սկզբնական շրջանում մենք մի 10-12 տարեցներ էին, որ եկան եւ ասացին բերեք նախապես փորձենք, տեսնենք կարողանում ենք աշխատել գիպսի արձանիկների հետ։ Ու շատ հաջող ստացվեց։ Փորձեցին, հետո նվիրեցին այդ արձանները փոքրիկ ամեն մեկը տարբեր դպրոցներին, թորնիկներին նմանատիպ բաներ արեցինք, փորձարեցինք։ Ես ճիշտ գիտեմ, որ աշտարակում համանման կազմակերպություն, տարեցների կենտրոն, որևէ տեսակի մի տեղ, որ ավակ սերնդի ներկայացուցիչները, պապիկները, տատիկները կգան, կհավաքվեն իրար գլխի, կքննարկեն իրենց ուզող թեմաները, կզբաղվեն, մինչ այս չկար։ Ճիշտն ասած, ծրագրեր կան, բայց ոչ այս նմանատիպ ոչինչ չկա։ Դրա համար ես հույս ունեմ, որ սա առաջիններից է լինելու, առաջի ծիծեռնակ, այսպես ասած, այդպես էլ կա, որը մեծ համբավ ձեռք կբերի։